Մի կարևոր բանի մասին եմ այսօր ուզում խոսամ։ Միացյալ Նահանգներում ապրող հայ մարզիկների ու Հայաստանում պարապող մարզիկների մեջ ես մեծ տարբերություն եմ տեսնում։ Միացյալ Նահանգներում երբ որ մարզիկները դուրս են գալիս ռինգ մենամարտի ու հանկարծ պարտվում են, մեծամասնությունը կոտրվում են ու սպորտը թարվում։ Նույնիսկ եթե ունենա 3 հաղթանակ եւ 4-րդ մենամարտում պարտվի, կրկին կոտրվում են ու սպորտը թարվում։ Առաջին հերթին կյանքում մենք պետք է ունենանք հաղթողի հոգեբանություն։ Հաղթողի հոգեբանություն ունեցող մարդը նույնիսկ պարտության մեջ փնտրում է այլ ճանապարհներ հաղթանակին հասնելու համար։ Ցանկացած պարտություն ունի իր հիմնական պատճառները, սխալ կողմերը։ Մենք պետք է աշխատենք մեր սեփական սխալների վրա։ Ինչն է եղել պատճառը պարտության։ Դիմացկունություն չեմ ունեցել եւ հոգնել եմ երրորդ ռաունդում։ Ուրեմն ես պետք է կենտրոնանամ իմ դիմացկունությունը զարգացնելու վրա։ Խփում եմ հակառակորդի կենտրին եւ դա նրան ցավ չի տալիս, ուրեմն ես պետք է ուժեղացնեմ իմ հարվածի ուժը։ Հենց մեր սեփական սխալների վրա աշխատելը եւ դրանց ուղումներն են մարդուն տանում դեպի ավելի մեծ հաղթանակների։ Ինչքան հզոր ուզում ես եղի, թե սպորտում, թե սպորտից դուրս, լինում են պահեր, որ կյանքը մարդուն չոքացնում է ծնկների վրա։ Պետք է միշտ պատրաստ լինես, ոտքի կանգնես այդ իրավիճակից ու առաջ շարժվես։ Այդ ձև մենակ հաղթողները կարան անեն։ Ես երկար ժամանակ Հայաստանում եմ տարածվել եւ արդեն 15 տարի է մարզում եմ քիքբոքսինգ մարզաձևը Միացյալ Նահանգներում։ Եվ այս խնդիրը ակնհայտ երևում է Միացյալ Նահանգներում մարզվող մարզիկների, որին մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք ու փորձենք շփման եզրեր գտնել։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք թե պարտությանը եւ թե հաղթանակին։ Հայաստանում էլ ուրիշ խնդիր կա։ Այնտեղ էլ երեխեքները 2 մրցում հաղթում են ու աստղայինը տանում։ Այդ էլ ուրիշ թեմա է, այդ մասին էլ մյուս անգամ կխոսեմ։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա ձեր մեքենայի վերանորոգումը վստահեք My Collision Center։ My Collision Center։ Մենք գնահատում ենք ձեր ժամանակը։